բոլոր քաղաքական ուժերը խոսում են կոնսոլիդացիայի մասին, բոլորը, նույնիսկ այդ թվացյալ խոշոր խմբավորումները խոսում էին կոնսոլիդացիայի մասին, ինչ է նշանակում կոնսոլիդացիա, որ ուժերի հետ է կոնսոլիդացվել, որ ուժերին եք հավաքել ձեր կողքը քաղաքական, դուք գտել եք ինչ-որ մի հատ անհայտ 1-2 ուժ ու դուք միացել եք, իբր դաշինք եք սարքում, դա պարզ է, դա խաբկանք է, դա չէ, դա ոչ մի բան է, այսինքն հասարակությունը տեսնում է, չէ, որ դա ոչինչ է, այսինքն դուք չեք ստեղծել այն դաշինքը, այն կոնսոլիդացիան, որը ժողովրդի մեջ կառաջացնի այդ ոգևորությունը ու կտեսնի, որ եթե բոլորը հավաքվում են այս մի բանի շուրջ, ուրեմն դա խելացի է եւ բոլոր այդ ուժերը միասնական եւ այդ ուժերի հետևում կանգնած հասարակությունը կգա քվեարկի այդ մարդկանց օգնի եւ իրական հաղթանակ կունենաս։ Կոնսոլիդացիան պետք է անել դրսում, ոչ թե ազգային ժողովում։ Այդ որ հիմա տենց խոսում են, որ կգնանք ազգային ժողով, այնտեղ բանը կանենք, այդ կոալիցիա կկազմենք, բան եւ այլն։ Դա ուղղակի լուրջ չեմ համարում, որտեղ լուրջ քաղաքական գործիչ է, այդպիսի բան չպետք է ասի, այդ ամեն ինչը պետք է դրսում անեք, որ իրական համերաշխություն ստանաք, իրական կոնսոլիդացիա ստանաք, որովհետև անկախ են ուժերը եւ կարան այդ դրսում դա անեն։ Իսկ այն ուժերը, որոնք հայտնվեցին խորհրդարանում, այնտեղ ստիպված պետք է կոալիցիա անեն, եթե չեն բավարարում, ասենք 50+ չի, որ ինքը ձևավորի կառավարությունը, ստիպված պետք է կոալիցիա անեք։ Այդ կոալիցիա անելը կոչվում է ճգնաժամային կառավարություն, որովհետև դուք ստիպված դա պետք է անեք, որ կարողանաք կառավարություն ձևավորեք։ Եթե չանեք, չեք ձևավորի, ստիպված պետք է չեղարկել գնալ նոր ընտրությունների։